Բարեկամներ, բարև ձեզ, մենք սկսելու ենք շարք, ճիշտ սկսում ենք շարք, մեր արտադրանքի, մեր ընտանեկան ձեռնարկի, ինչպես ասում են բիզնեսի, արտադրանքը ցույց տալը, այսօր ցույց կտանք որոշակի ուրեմն տեսակներ, որպես անոնս, որպես սկիզբ, այնուհետև հատ առ հատ ցույց կտանք եւ կբացատրենք, որպեսզի հասկանալի լինի, ցույց կտանք ինչպես ստեղծել կանաչ տարածքներ եւ ինչպես ունենալ տնկիներ, ինչպես մշակել անունները, ամեն ինչ։ Հիմա ցույց եմ տալիս որոշ բույսեր ընդհանուր ուրեմն տեսքը, որոշ տեսակներ մոտիկից ցույց կտամ, հետագայում արդեն ամեն օր մի տեսակ ցույց տալու նպատակով ստեղծենք տեսանյութեր։ Սա տոսախն է, ռուսերեն անվանումը սամշիտ։ Վերևում լավանդան է, ունենք տնկանյութ, տարբեր ծառատպատեսակներ ունենք, այսպես հիմա կմոտենանք շատ տարածված տեսակին, տույային, սա սամշիտն է էլի, ուռուցիկ տերելով սամշիտն է, ծաղկող թփերն են մեծ քանակությամբ, դրանք հիմա ծաղկած չեն, մի քանի օրից կսկսվի հերթական, ուրեմն հերթով ամեն մի թփի ամբողջ ցիկլը ծաղկման ցույց կտանք եւ այդպես շարունակ բոլոր տեսակները կաշխատենք ամեն աշխատը 10 րոպեում տեղավորվել, որովհետեւ գիտենք ձանձրալի է երկար նայելը, դիտելը, սա նույնպես տոսախներ են, հետաքրքիր տեսակ ունենք, որը շատ չի տիրարված, չնայած տաքություն, ջերմություն սիրող տեսակ են, հիմա կմոտենանք կրիպտոմերաներին, սա տույաներն են, բավականին քանակ ունենք, տույաները մենք ընթացքում իհարկե խորհրդատվություն կանենք, խորհուրդներ կտանք, տույաները ճանապարհի եզրերին պետք չի տնել, դրանք հիմնականում սրանք պուրակային բույսեր են, սա մահոնյան է, արդեն ծաղկում է, ավելի համեղ է, ավելի մատչելի, քան բարբարիսը, արդեն ծաղկման փուլն է, մշտադալար տեսակ է եւ որպես դեկորատիվ նպատակով կարելի օգտագործել եւ որպես պտղատու թուփ։ Ռոզմարինն է։ Մենք հատ հետո կանդրադառնանք։ Մի քիչ հեռվում լավանդան է։ Մոտենանք շատ քիչ նկարագրված տեսակի։ Սա ճապոնական կրիպտոմերան է, էլեգանտ տեսակը, ձևը նայեք։ Ձմռանը սա կարմրում է։ Կարմրանը, որից ստանում են մոտորապես այս կանաչ գույնը։ Սա ճապոնական կրիպտոմերայի կանաչ ձևն է։ Ունենք շատ տեսակներ փռվող գիհիներ, ձևեր ունենք, սա փռվող գիհիներ են, տարբեր տեսակներ են։ Սրանք
Տույաներ են, ոսկեգույն տույաներ են, շատ չեն մեծանում, էլի գեհիներ են, այստեղ նույնպես գեհիներ են, գնդաձև տոսախն է, ճիշտ գիտական անվանումը մանրատերև տոսախն է սա։ Տարբեր բռվող գեհիներ են, սա Վիրգինիան գեհին է, մեծացող տեսակ է, այսինքն ամեն տեսակ ճաշակի և ուրեմն նպատակային օգտագործման տարբեր ծառատիպատեսակներ կա, սա մեղրատու բույս է, այս մի տեսակը, սա հետո առանձին ցույց կտանք, կխոսենք, ծաղկում է օգոստոս, սեպտեմբեր ամիսներին, նորից ցույց եմ տալիս գեհիները, այնտեղ ծաղկող թփեր կան բավականին շատ, փարթամ ծաղկող թփեր։ Իսկ կարիոպտերիսի մասին ալեհեր այս որ ասում եմ մեղրատու է, առանձին կներկայացնենք։ Ինձ թվում է այսօրվա համար բավական է, բաժանորդագրվեք, որպեսզի բաց չթողեք ոչ մի տեսակ, բարին ձեզ։